Ծնողներս մշեցիներ են, մայրս հացեկացից է և միշտ հպարտությամբ նշում եմ, որ Մեսրոպ Մաշտոցի ծննդավայրից գուցե այն ինչ որ ես ունեմ հիմա իմ մասնագիտությունը, դա իմ կյանքն է ի դեպ ասեմ, դա ես գուցե մասամբ ձեռք եմ բերել իրենցից, որտեվ տատիկս եկեղեցում էր երգում, հայրը գղերական էր և այդպես շրջում էին և քարոզներ և շարականներ էին երգում, կարծես իրենցից եմ ժառանգել, բայց որ վերցնենք հայրական կողմը, նրանք է դերասաններ, երգիչներ, այնպես որ խառը մի միություն է, որ կուտակված է իմ մեջ։ Ինչքան հիշում եմ իմ գիտակից կյանքը, ես երգել եմ։ Մանկապարտեզում, որ երգում էի, պետք է անպայման միակ երգչուհին լինեի և ես կարծում եմ, որ աշխարհահռչակ երգչուհի եմ և ոչ ոք չունի այդպիսի ձայն, տեսեք այս մարդը չունի, այն մարդը չունի, այն մարդ ես քեզ ունեմ, այդպես։ Մինչև իմ գիտակից այն կյանքը, մինչև սովորել եմ, որ հասկացա, որ սա միակ ձայնը չի և պիտի շատ աշխատես, շատ պետք է կատարելագործես, մշակես, որպեսզի կոչվի ձայն։ Մնացածը հոգու խնդիր է։ Մեկը կա, որ միայն ուշադրություն է դարձնում ձայնի վրա, որ աշխատի ձայնամշակման դասընթացներից, ես մտածում եմ, որ ինչպես կերտեմ կերպարը, որտև ինքս կերպարով շատ գունեղ մարդ եմ, օպերային երգչուհի, բայց սիրում եմ կամերային գործունեություն վարել և վայելելն էլ ճիշտն ասած կբռնի, որովհետև ես վայելք եմ տեսնում գույների մեջ, վայելք եմ տեսնում հարմոնիայի մեջ, որ մարդը շատ ժպտա, որ մարդը հաճույք ստանա արվեստից։ Մենք անհատական ազգ ենք, մեր մոտ մշակույթը գերազանց է, մենք բոլորս ենք մշակույթի մարդ, բոլորս, եթե ունենք մեկը իր ադատներով, մեկը իր հզոր մայր լինելով, մեկը իր հզոր կերպար լինելով, մենք բոլորս անհատական, դրա համար գուցե շատ այդքան էլ շատերին համար հարմար չենք, որ բոլորս անհատականություն ենք։ Բազմաթիվ սերեր ունեմ, բազմաթիվ։ Ամեն անգամ մի ռոմանսի վրա եմ սիրահարվում և այդպես շարունակում եմ մի քանի ամիս միայն այդ ռոմանսը մեկնաբանել, հետո մյուս մի երգն եմ գտնում, վայ, հետո մի բան եմ գտնում ու դրանով ապրում եմ, ես ապրում եմ։ Ավարտել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանը և հետո կոնսերվատորիա։ Ուսումնարանում սովորել եմ Էլեոնորա Տեր-Մարտիրոսյանի դասանում, որը ինքը ավելի թավ երգչուհի էր, թավ ձայնի մասնագետ էր, և իմ ձայնը մի քիչ կարծես թե գնացել էր թավ կողմը, հետո կատարելագործվեցի Մարիաննա Հարությունյանի դասարանում, որը ինձ տարավ իսկական իմ բնությանը, 11 տարի միայն սովորել եմ, երբեք արվեստի մեջ քաղաքականությունը ման չեմ եկել, որ ժամին ներկայացել իմ դասը, ամենավատ ժամերին, առավոտը ժամը 9-ին էր, թե միևնույն է եղել իմ համար։ Սովորել եմ ամենավատ պայմաններում, որ կարող է երգչուհին հղկվել իր ձայնը, և դա ինձ օգնել է շատ հարցերում, որտև ես միշտ էքստրեմալ վիճակներում փոխարինելով մեծ երգչուհիների կամ ես ունեցել եմ առանց փորձի համերգներ և անուս դրել էին պալաչկա, վիրուչալաչկա, այդպես էր ասում։
Սիրել եմ մշակույթ, արվեստ, գեղանկարչություն, գրականություն, իմ սեղանի վրա միշտ դրված են գրքեր, մինչև օրս։ Ես սնունդ եմ ստացել բանաստեղծություններից, թռել եմ վերև դեպի քանդակագործություն, չգիտեմ, ամեն տեսակ, դա իմ մեջ արթնացրել է այն զգացումները, որը հոգուս խորքում է եւ կարծես պեղել է այն ինչ որ ինձ պետք էր այդ օրվա համար։ Ես համերգից առաջ գուցե լսեի Շառլ Ազնավուր, որ այդ րոպեին ինձ պետք էր, որ ես անջատվեմ կլասիկայից, մինչև գնալը, որ ես կարողանամ նորից վերածնվել բեմում։ Ես սիրում եմ վերածնունդ։ Յոթ տարեկան էի եւ գնում էի Պիոներ պալատ այն ժամանակ, քաղաքային Պիոներ պալատը եւ այնտեղ մի ընկեր ունեի Մկրտչյան, նա ինձ բերեց Գոհար Գասպարյանի ձայնապնակը։ Ասես մի հատ լսի, ես գիտեմ, որ դու կարող ես այս ձայներից ինչ բարձր դիապազոն ես, ինչ բա։ Տարա փոքրիկ էսպես մի վարդագույն բաներ չէի հասկանում դա ինչա, մի խոսքով լսեցի ու սկսեցի կրկնօրինակել Գոհար Գասպարյանին։ Երգում էի նրա բոլոր բարձր նոտաները, այսպես մանկական լեզվով ասած տնազ էի անում։ Հետո Միշիկը ասեց, Մկրտիչը ասեց, որ լսի դու կապկում ես, ուրախացնում ես մեզ, որ դու կարող ես, բայց դու երգում ես իրականի ձայնը ունես։ Եկավ մայրիկիս մոտ եւ ասեց, լսեք, ծեդա տյոտյա, պետք է անպայման իրան կրթության տակ, որտեւ այսպեսի ձայն չեմ լսել, ասեց։ Ու այդ ժամանակ առաջին անգամ ես գնացի Ռոմանոս Մելիքյանի ուսումնարան եւ ժողովրդական մեր պարզ երգերից իսպար սիրահարվեցի դասական երգեցողությանը եւ գտա ինձ։ Քանի որ ինքս կերպարով սիրում եմ զարմացնել, իսկ զարմացնելը միայն ժպիտ եւ ուրախություն պատճառելու մի ճանապարհ է, որ ես մարդկանց ուղակի երջանկություն պարգևեի։ Իդեպ ես շատ եմ սիրում ժպիտը մարդկանց, որովհետեւ դա ցույց է տալիս քո հետագա անելիքը։ Դու գիտես, որ այս մարդը դրա կարիքը ունի, դու պետք է քո ռոմանսով, քո ձայնով, քո հումորով, քո ամեն ինչով դիմացինից ժպիտ պարգևես։ Ժպիտը նշանակում է միասնություն, ժպիտ նշանակում է, որ դու մենակ չես։ Իմ լավ բարեկամ Սոնավանի խոսքերով ասած, մեջբերում անեմ, որ Աստված գուցե մարդկանց էլ է ստեղծել նրա համար, որ ինքը մենակ չմնա։ Դրա մեջ շատ մեծ խորհուրդ կա, իսկապես, որ պետք է, որ մարդիկ լինեն ուրախ, երջանիկ, որը որ այսօր մի քիչ պակասում է։ Կոնսերվատորիան ավարտեցի եւ զուգահեռաբար աշխատում էի ակադեմիական երգչախմբում որպես եւ երգչախմբի անդամ եւ սոլիստ մենակատար։ Մի օր Verdi Requiem կատարելիս համերգից առաջ հանկարծ հիվանդացավ Մարիա Բեշու աշխարհահռչակ երգչուհին եւ ես բախտ ունեցա կանգնելու Ելենա Օբրազցովայի կողքին եւ երգելու այդ տվյալ օրը երգելու Verdi Requiem-ը եւ անգիր։ Երբ Ելենա Օբրազցովան տեսա, որ անգիր եմ երգում, շատ զարմացավ, ասեց, չէ, որ դա շատ մեծածավալ ստեղծագործություն է։ Բայց ես ուղղակի ձևի համար վերցրեցի նոտաներ, որպեսզի չերևա, որ ես միայն առանց նոտաների եմ։ Վերջում համերգից հետո այստեղ է երևում մեծ երգչուհու այն ժեստը, որի գովեստի արժանի է։ Նա վերջում բոլորին ծափայելուց հետո ինձ ձեռքս բռնած, ես շատ փոքր մարմին էի, բերեց բեմ
եւ ինքը կանգնած ինձ ծափահարեց։ Շուռ եկավ դեպի ինձ ու ծափահարեց, որ այս աղջիկը տեսեք ինչեր արեց։ Շատ գեղեցիկ հուշեր կան, անշուշտ կան նաեւ տառապանքներ, որ տեսել ենք, բայց դրանք բոլորը երևի թե մարդուն հղկում են, որպեսզի ինքը դառնա։ Միայն լավ հրաշք միջադեպերը չի, որ մարդուն պետք է կայացնի ինչպես եկչուհի։ Բնական է, որ կլինեն մարդիկ, ովքեր քո միամտությունից կօգտվեն եւ քո ծրագրերը կիմանան եւ կխանգարեն ու որոնցից մեկն էլ ես էի, միշտ ասում էի, հիմա ես եմ անելու, հիմա այն եմ անելու, մեկ էլ տեսնում եմ, որ հիմա ես էլ չեմ անում, հիմա այն էլ չեմ անում։ Շատ եմ գնահատում մարդկանց, որովհետև մարդիկ են, որ քեզ տալիս են ուժ, կարողություն, քո հանդիսատեսն է քեզ թելադրում, որ դու հաջորդ անգամ ինչ պիտի անես, եւ իմ զարկերակը ժողովուրդն է, ինքն է ինձ թելադրել, որ ես դառնամ եկչուհի, եւ մի շատ գեղեցիկ վայր, որը կոչվում է բեմ, որտեղ չես կարող կեղծել, որտեղ դու պետք է անմնացորդ նվիրվես արվեստին, երգին, ծառայես, ես ինձ չեմ համարում կատարող, ինձ համարում եմ ծառայող։ Շատ մեծ հաճույք է ծառայելը, այնպես չի, որ ծառայել բառի մեջ նվաստացում կա, չէ, ծառայել բառը ամենամեծ, ամենաբարձր, երբ որ ծառայում ես հոգուն, ծառայում ես մարդուն, ծառայում ես արվեստին, դա շատ բարձր անուն է։ «88 թվականի երկրաշարժից մեկ շաբաթ առաջ եմ եկել, շուրջ 37 տարի ապրում եմ Միացյալ Նահանգներում։ Այս տարիների ընթացքում շատ համերգներ եմ ունեցել, շատ մրցույթների եմ մասնակցել եմ Բերի Ալեքսանդր կոչվող միջազգային մրցույթին, որը որ համաշխարհային կատեգորիայի մրցույթ է։ Իդեպ 50 տարեկանում եմ շահել առաջին մրցանակը 2009 թվականին եւ ամուսինս ասում էր դեռ հույս ունես, որ պետք է մրցույթի մասնակցես, հիմա կգան գեղեցիկ հագուստով, երկարամարմին, փոքրիկ մեջքով աղջիկներ, որոնք որ կգան ու կվայելեն եւ դու նորից կմտածես, որ ձայնը կարեւոր է քան բայց երբ որ 15 օր հետո եկավ մրցանակի, առաջի մրցանակի լուրը, ես կարողացա այս քնքուշ մարմնով 20 անգամ թռչել հոտ, հաշվել եմ 20 անգամ թռել եմ վերև, եւ դա շատ ծիծաղելի էր եւ շատ հաճելի էր, երբ որ կա ձայնագրությունս միայն ուղարկեցի, չկար ոչ մի տեղեկություն իմ մասին, միայն ձայնագրություն անուն ազգանուն, վերջ։ Եվ գնացի Նյու Յորք, վերցրեցի առաջին մրցանակս Կարնեգի հոլում եւ ինձ շատ հաղթանակած, իդեպ ինձ հետ էր մեր սքանչելի մայեստրո Լևոն Աբրահամյանը, որը ինձ ուղեկցեց, ես այնպես արեցի, որ իմ նվագակցողը ոչ թե իրենց տված դաշնակահարը լիներ, այլ իմ շատ սիրելի մայեստրո Լևոն Աբրահամյանը, որի հետ երկար ճանապարհ էինք անցել, մրցույթի մասին չգիտեի անգամ ես, մեկ օր առաջ մենք ձայնագրություն էինք անում եւ մեր լավ ընկեր Հովսեփը ասեց, որ գիտեք, այսպիսի մրցույթ կա, բայց եթե վաղը չտանեք ձայնագրություն, ուրեմն չես շահելու, որ ուշանալու ես։
Այդպես մենք մի օրվա մեջ նույն օրը ձայնագրեցինք 23 րոպեանոց մի ստեղծագործություն, այսինքն ստեղծագործությունների մի շարք եւ ուղարկեցինք։ Առավոտյան ես վեր կացա, վճարեցի այդ ձայնագրության համար, որ անմիջապես մի օրվա մեջ հասնի եւ այդպես շահեցի մրցանակը։ Այստեղ ես ունեցել եմ բավական լավ աշակերտներ, 38 աշակերտներս մրցանակներ են ստացել տարբեր հայ-ամերիկյան մրցույթներում։ Ես չեմ սիրում, երբ որ վճարունակ են լինում, բայց տվյալներ չեն ունենում։ Այդ փաստը միայն անհատական դասեր եմ տալիս։ Իմ աշակերտները շատ լավ երեխաներ կան, շատ լավ աղջիկներ ունեմ, որոնք որ բավական բաների են հասել, հիմա գրավել են մեր Լոս Անջելեսի լավագույն բեմերը, հպարտանում եմ եւ ուրախանում եմ իրենց համար։ Յուրաքանչյուր իմ համերգին ես նախընտրում եմ մի կերպար հայտնաբերել, որովհետեւ մենք ժամանակին մեզ ոչ ոք չի հայտնաբերել։ Մենք կայինք, կարծես սովորական երևույթ էր։ Բայց ես քանի որ մենք գտնվում ենք օտարափերում եւ գտնվում ենք այնպիսի տեղ, որ մարդիկ իրենք էլ չգիտեն ովքեր են շարունակողներ, ովքեր կարող են լրացնել մեծ բեմերը, ես նախընտրում եմ ամեն անգամ մի փայլուն կատարողի ներկայացնել։ Իդեպ հիշեցի մի դեպք, երբ որ ես երգում էի շատ գեղեցիկ ռոմանսներից մեկ-երկուսը, տեսնեմ դահլիճում մեկը գլխի վերևով էսպես ծափեր տալիս, բայց վերևով։ Ուշադիր եղավ այդ կինը, որ իրեն տեսնեմ մեր թանկագին Աննա Նշանյանն է։ Ասեց այնպես եմ ուրախացել Անահիտ, այնպես եմ ուրախացել, գիտես ինչի համար, որ ինձանից հետո կա շարունակող։ Հիմա ես էլ եմ ուզում գլխի վերևով ծափ տամ ու ուրախանամ, որ ես էլ ինչ որ հանձնել եմ մեկին շարունակողի։ Հիմա ես հասկանում եմ, որ Հայաստանից բավական պատրաստված արվեստագետներ են եկել եւ զարդարում են մեր բեմերը։ Ես ուզում եմ, որ բեմը երբեք հայ ազգի բեմը երբեք թափուր չլինի եւ չել կարող լինել, որովհետեւ չմոռանանք, որ մենք բոլորս անհատականություններ ենք հայ ազգը։ Ես երևի քարից եմ կամ փայտից եմ, որ դիմանում եմ կարոտին, դա այն կարոտն է, որ չկա մեկը, որ չունի։ Կարծում եմ նորմալ մարդը պիտի կարոտ ունենա։ Ես կարոտում եմ իմ դպրոցին, իմ օդը տարբեր է, երբ որ ես առաջին անգամ եկա որպես տուրիստ Երևան, ես բացեցի պատոհանը եւ զգացի, որ այս օդը տարբեր է։ Զգացի, որ այս այն մանկության օդն է, որ կորցրել էի ու գտա։ Բոլորս ենք կարոտում, մենք բազմաթիվ թելերով ենք կապված մեր հայրենիքի հետ, եւ որ ասում ենք հայրենիք, հուզվում ենք։ Մենք բազմաթիվ թելերով իսկապես կապված ենք հայրենիքի հետ, որտեղ ապրում են մեր բարեկամները, ծնողներս են ապրում, քույրս է այնտեղ։ Մայրս եւ հայրս կլինեն 90 տարեկան այս տարի 25 թվականին եւ գուցե կամքը, որ կարողանամ շարունակել այդ ամբողջ կամքը ձեռք եմ բերեմ մորիցս։ Հումորը երևի հորիցս չգիտեմ։ Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են։ It's
Բավական երկար տարիներ, երբ որ ես Լոս Անջելեսում զբաղված էի, մենք թատրոն էինք ղեկավարում ամուսնուս հետ, երաժշտական փոստարկղ էր կոչվում, որտեղ կային արվեստի շատ մասնաճյուղեր, 20 տարի ծառայեց մարդկանց, առաջին անգամ Լոս Անջելեսում ճաշկերույթ պարահանդեսները փոխվեցին բեմերի եւ պատարագաղի զնգոցի տակ չէր հնչում հայ երգը, հայ ռոմանսը եւ հումորային ծրագրեր կային եւ կային լուրջ արվեստի հատվածներ, կար պար, կար երգ, կար ամեն ինչ եւ դա ինձ թույլ չտվեց, որպեսզի ես շուտ գնամ Հայաստան եւ բավական երկար տարիներ հետո քույրիկիս հետ որոշեցին գնանք Երևան։ Մայրս այսպես զարմացած նայեց, որ ինչ աղջիկ էր ճանապարհել Երևան եւ ինչ ում է ստանում այնտեղից բավականին կազդուրված, քաշի բավականին մեծ տարբերությամբ։ Ես միշտ հումորով եմ նայել այդ փաստին եւ ինչու՞ չէ, կարող եմ այսպիսին էլ լինել, հատկապես որ երգարվեստը, բարձր սոպրանները միշտ եղել են գեր, որովհետև դա ուժի խնդիր է, ոչ միայն ձայնի խնդիր է, այլ ուժի խնդիր է, ուժի պատճառով դու դիաֆրագմատ ավելի մեծանում է եւ դու ախորժաբեր է եւ այլն այդպիսի խնդիրներ կա վոկալի մեջ։ Գնացինք Երևան մի խոսքով։ Գնացինք քնացեինք քույրս մի մահճակալի, ես մյուս մահճակալի, մայրս ներս մտավ, մեջը պահել էր այդ փաստելը, որ ես լրիվ փոխվել եմ, քույրս փոխվել է, քույրս էլ նիհար էր ավել։ Եվ եկավ կանգնեց մեր մահճակալի գլխին այսպես ինձ հարեց, նայեց ինձ ասեց քորանամ ես։ Շուր եկավ քրոջս նայեց ասեց քորանամ ես։ Հիմա ես ու քույրս մտածում ենք, ասում ենք ում խղճաց ինձ թե քեզ։ Այդպես այնպիսի ձեռք ունի կինը, որ երբեք չես տեսնի, որ ափսեի մեջ քիչ քանակությամբ ճաշ լինի, ինքը պետք է անպայման մեծ ափսե լինի եւ ճաշը մինչեւ բերնի բերան։ Սովորություն է։ Անկամից որ ասում էր աղջիկս զգուշ եղի, որ հանգարց չգերանաս, բերում էր լիքը ճաշը եւ դնում էր բալաջան, քիչ կեր։ Ասում, բայց քիչ լցրու։ Այդպես դնում էր, քիչ կեր, խնդրում եմ, ասում լավ։ Մայրս շատ կամքով ուժեղ կին է եղել եւ կա, մինչեւ օրս։ Նա պետք է նայի մենք երբ ենք գնում տանից եւ երբ ենք վերադառնում։ Ասում եմ, ես ինքս արդեն տատիկ եմ համարյա, ուր ես ինձ կան, չէ սա ձեր ամերիկան չի, ժամը 12-ից չուշանակ կրնեք տանը, շպտում ենք, անցնում ենք, բայց նրա կամքը ինձ շատ է օգնել, իմ փոխարեն ընդունվեց ուսումնարան, իմ փոխարեն ավարտեց կոնսերվատորիա, որովհետև ինքը ապրում էր իմ յուրաքանչյուր հնչյունով, մինչև հիմա բալիկ ջան, առաջ գնալու տեղ կա, դեռ գնա, չեմ գնում առաջ, ես ուղղակի հիմա մաշում եմ, այն ինչ որ ստացել եմ կյանքից, մարդկանցից, արվեստից, ես մաշում եմ, ես բաշխում եմ, բաշխելը շատ լավ բան է, պետք է բաշխել, ես նկատել եմ մարդկանց աչքերում, որ նրանք փոխվել են հենց համերգասրահում, երբ երգել ենք Երբ կատարել ենք իրենց սիրած ռոմանսները, երգերը, իրանց սիրած օպերային արիաները, ինչու՞ չէ, սկսել եմ 100 մարդուց, երբ որ առաջին համերգ ունեցա, ես 100 հանդիսատես ունեի, հիմա ես 1000 եմ լցնում, դա մեծ հաղթանակ է իմ համար, կերգեմ այնքան ժամանակ, մինչև որ բեմը ինձ ասի դու այլևս մի արի, բեմն է թույլատրում դա մարդուն, յուրաքանչյուր բեմ բարձրանալիս դա քննություն է։ Ինքը քեզ ասում է, որ դու ուժերդ հատվել են այլևս աշխատի, որ քիչ երևաս կամ 1-2 երգով հանդես գաս գոնե։ Առայժմ
դիմակայում եմ, շնորհակալ եմ մեծ բեմին։ Անշուշտ մինչև բեմ բարձրանալը շատ մեծ խնդիրներ կա լուծվելիք, որոնք ես ինքս եմ լուծում, չվստահելով ոչ մեկին, ուղղակի սիրում եմ, որ լինի կարգ ու կանոն։ Եվ զարմացել եմ, ես բաներ եմ հայտնաբերել իմ մեջ, որ հիմա եմ զգում, թե ես ով եմ, ինչ արվեստագետ եմ։ Եղել է, որ մինչև բեմ բարձրանալը համարյա մեռած եմ եղել, ուռած աչքերով, հոգնած, տառապած, երբ պետք է մտնեմ այդ 25 քայլը մինչև բեմի կենտրոնը, ես վերակենդանացել եմ, դա ինձ շատ է զարմացրել, շնորհակալ եմ, երևի տիեզերական մի բան կա, որ օգնում է մեզ երգիչներից, արվեստագետներից, որ մենք կայուն մնանք, ինչքան հնարավոր է, շնորհակալ եմ։ Միշտ աղոթքներ եմ ունեցել, որ ինքդ տվել ես, ինքդ պահիր, շնորհակալ եմ։ Միշտ շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներին, շնորհակալ եմ իմ հանդիսատեսին, որոնք որ ինձ թելադրում են, թե հաջորդ ծրագիրս ինչ է լինելու։